Շանթ հեռուստաընկերությունը և HD Production-ը ներկայացնում են։ Դիմավորեք Հովհաննես Դավթյան։ Բարի երեկո, շատ սիրելի հանդիսատես, սիրելի հեռուստադիտողներ և հետևորդներ։ Սա HD Stand-up նախագիծն է, HD Production YouTube կանալի կողմ և Շանթ հեռուստաընկերության եթերում։ Բարի երեկո և բարձր տրամադրություն բոլորին։ Ուրախ եմ տեսնել ձեզ, սիրելի հանդիսատես, հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք, հերթական անգամ մեր տաղավարում, մեր հաղորդման շրջանակներում, կանանց միամսյակը դեռ իր ուժի մեջ է, ճիշտ կամաց մոտենում է ավարտին, բայց դեռ միամսյակի շրջանակներում ենք, հետևաբար ևս մեկ անգամ առաջարկում եմ չզլանանք և ամենաջերմ ծափահարությունները հղենք մեր շատ սիրելի կանանց, աղջիկներին, մայրերին, քույրերին, տատիկներին, պապիկները անունս տվեցին, չէ, բացի պապիկներից բոլորին, կանանց և աղջիկներին, հատկապես մեր չքնաղ մայրերին, ովքեր շատ մեծ թիվ են կազմում իմ հանդիսատեսի շարքերում։ Ես միշտ թե նկարահանումների ընթացքում, թե ներկայացումների սունդուկյան կլինի համալիր տարբերություն չկա։ Տեսնում եմ իմ մայրիկի տարիքի իր սերնդակից կանանց և շատ ոգևորվում եմ և շատ մեծ պատիվ է, որ դուք հարկ եք համարել դառնալ իմ հանդիսատեսը։ Խոնարհվում եմ ձեզ, սիրելի կանայք, և շնորհակալ եմ ևս մեկ անգամ, հատկապես մեր մայրերին, եկեք շատ ջերմ ծափահարենք, մայր հասկացողությունը դա կարծում եմ ինձ հետ համաձայն եք, որ ամենավեհ, ամենամաքուր, ամենասուրբ բանն է այս աշխարհում, չէ՞, մեր մայրերը, որ մեզ ծնել են, սնել են, կերակրել են, մեծացրել են, մարդ են դարձրել, ոնց են դողում մեզ վրա, մինչև որ ոտքի կանգնենք, ընկնենք ճանապարհ, մեծ կյանք դուրս գանք, չէ՞։ Այն ամեն մի մատդ փուշ մտնելուց ոնց են ցավում։ Ես օրինակ մինչև հիմա հիշում եմ դեպք, երբ որ բակում խաղալուց ոտքս ճղել էի, մաման գիտեք ինչ էր անում։ Վայ, մի հատ բան արեք, չել ասում ինչ արեք, բան արեք բոլորին, բժշկությունից հասկացող, չհասկացող շարել էր։ Մի հատ բան կարող է ինֆեկցիա անցնի, կարող է բորբոքվի, կարող է մի հատ սկորի զանգեմ, կարող է տանեն հիվանդան, կարող է վիրահատեք, կարող է կդրեն ոտը, այ մամա ջան։ Այնքան ներշնչեց ինքը վատացավ, իր համար սկորի զանգեցին վերջը, նաշադյուրով բան, մինչև մամային հետ բերեցին, վերքս փակվել էր արդեն։ Այդ տենց են մեր մամաները, որ մի հատ ապակի է կոտրվում հանկարծ, բայ, չշարժվեք, բոլորին քարացնում արա տարածքում, կախարդական փայտիկը հանում է, ծին, բոլորին շղթ, պապան ասեն գնում էր ջուր խմելու, քարանում է տենց, ժամերը կանգնում են պատի վրայի, բոլոր, իրա ձեռները ճղելով, բոլոր փշուրները մինչև վերջինը հավաքում է, որ հանկարծ երեխուն բան չլի, զինք նոր վերակենդանացնում է, այդ տենց դողում էին մեզ վրա, իսկ հիմիկվա մամաները հիմիկվա, ահավոր, ինչ ասենք, բան է կոտրվում, իրական լավ դեպք ասեմ, բոլորին չվերագրեմ, չնեղվեմ, բայց ընկերներով հավաքվել ենք, երիտասարդ ընտանիք են, ընկերներն են իմ, մի քանի ամսվա բան եմ ասում, հավաքվել ենք, տենց նստած ասում խոսում, չարաճճի երեխա ունեն, 2.5 տարեկան, տենց վազելով եկա փոքր սեղանիկ կար, ժուրնալն ստոլ, քաշեց, սփռոցը, վրայի ապակեղենը, գրաֆին, բաժակ, ինչ կար, չկար, շրան, խշշվեց, խառնվեց իրար բանից, վեր կացավ որ երեխուն կեմ բան, ընկերոջս կին ասեց, թող, ով ջան, թող, իսկ տված ասում է, թող, մենք կհավաքենք, Մոչ ասես, թող մի հատ ստորի անեմ, նոր կբաքրենք, հանդած հեռախոսը, սիրելի հետևորդներ, մեր վայրենին նայեք ինչ արեց, նայեք, ամեն փշուրի վրա մի հատ կռուպնի պլան է վերցնում, վայրենին ինչ արեց, հասկանում, ու վայրենին այդ ընթացքում մտնում է ոտերը ճղելու, հեչ, սիրելի հետևորդներն էլ ովքեր են, 6 հետևորդ ունի, 6-ն էլ նստած են սեղանի շուրջ, տնեցիք Ումա ինչ ցույց տալի չես հասկանում։ Չգիտեմ, ասենք, բա որ ճղեր ոտերը, ճղեր, հիմիկվա մամաներին ինչ կա։ Մյուս թորին կլներ սիրելի հետևորդներ, մենք հիմա պոլիկլինիկայում ենք։ Մեր վայրենին ճղեց ոտերը։ Ճղելու վիդեոներ էի դրել, Instagram-ը բլոկ արեց որպես դաժան վիդեո։ Այսինքն հասկանում։ Չգիտեմ, ոչ մի բանից հիմիկվա մայրերը
ահ ու սարսափ չունեմ, ոչ միայն ապակի, նաև բարձրություն, չգիտեմ, տոկից, հոսանքից, բան, ջուր, շուն, ոչ մի բան, ասենք շունա դուրս գալիս, ես բազմիցս ասել եմ, որ վախենում եմ շներից, գիտեք երևի, ասենք գնում ես կնոջը, թե հսկա շունա գալի դեմից, ասում ես, արի ճամփեն փոխենք, էլի, այն ճանապարհով, հերիք չի գալի, մի հատ էլ գնում անթարը, վայ, ես լավն է, վայ, նա ինչ մեղ կա, արա ինչն է մեղ, առողջ շուն, մարդաբոյ, ինչի համար է մեղ չես հասկանում, որ շուն ա ծնվել, չնայած կինդ գիտի, ասենք, կանայք գիտեն, որ շունը տեսնելուց տուզիկանում ես, այդ հələ նորմալ է, գիտեք երբ հահավոր, որ նոր աղջկա հետ ես շփվում, ինքը չգիտի քո վախերի մասին։ Իմ հետ եղել է, որ մի աղջկա հավանում էի շատ, ուսանող տարիներին, ինքը տենց բոյով սիրուն աղջիկ, նիհար, ես կոլոտ, գեշ, տղա, չաղ, տենց։ Չենք համընկնում, ոչ մի կեմ, չեմ ուզում քեզ, չեմ ուզում, բայց ես էլ հետևից ընկել տարիներ։ 19-20-21 տարեկան մի հատ ինքնի քեզ ճանապարհ չեմ գնի բայց տերապկա էլի, մի խոսք կա։ Մի օր ես իմ ոնց եղավ, թե ինչ մտավ, ու ասեց հա, ասի ճանապարհ եմ տուն, ասեց հա, արա աշխարհով մեկ եղավ, որ ես իրա ախրանիկն եմ, էլի այդ ես բան, գիտեք ոնց էի քայլում, տերմինատորի քայլված բան, ես իրան խոսում չեմ էլ լսում ինչ ասում, ես իմ ոգևորությամբ, որ իրան ուղեկցում եմ տուն բան, գնացի մութը արդեն վրա էր տալիս, հիշում եմ օրվա այդ ժամն էր, հասանք իրանց շենքի մոտ, ցած մի հատ փոքր դալան էր, մտնենք ու շենքն էր արդեն, մտանք դալան մի հատ շուն որն արա գել մի հատ առյուծի ձակ սենց հսկան, տարկած էր իր համար, մտանք ատամները ցույց տալու վերջ, չոր արա դե արի կամ հարցակվի գզի, կամ վերենքի թող անցնենք, ես դες միջին բաներ չեմ սիրում, առասարակ կյանքում էլ հստակ կամ ես կոմ կամ են կոմ, ես արդեն գնում ասաղ, տա գնում, համ վախում եմ, համ չգիտեմ ինչ անեմ, հազիվ ես աղջիկա հետ, հնարավորություններ եղել, բան ջոկեց դե, բնականաբար հասկացավ աղջիկը, ֆրած ասեց, վախում ես, ասեց, չէ, սրանից ինչ խաշում, կծում, հա? Ասեց, չէ, դժվար է, աղջիկ ջան, հիմա չէ, թե դժվար, դրանք էապես տարբերվող բաներ են, լրիվ, եթե չէ, հաստատ չէ, ռիսկավատ անեմ, քեզ ճամփեմ մինչև շենքը, եթե դժվար, ես թռա քոհերն էլ անիծած, մեկ էլ ասեց մի հատ շատ հայտնի արտահայտություն, բոլորս բազմիցս լսել ենք, չէ, ասեց դու իրան, որ բան չանես, ինքը քեզ բան չի անի, ինձ նայի սրան կարամ բան անե, լավն է, ինքը լավն է, ես եսակ կուսյամ իրայից, դու լավն ես, դու սիրուն ես, չէ, նենց էլ լուրջ սպասումներով է հարցնում, յանի ենա ասելու, բա, ոնց ես լավ, Ոսեսյուս սկսեց սիրել եմ պոչը խաղացրեց, վան մտերմացան, արա հիմի քիտ կթի են տվել, լեզուն հանելա կողելա ական ջարես աղջկա, անկեղծ ասած նեղվել եմ մի փոքր եմ են շատերով շունա, կարող եք պատկերացնել դենց իրավիճակ, քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով, դալանի մեջ, հավանած այդ աղջկա ականջը լպստում է, աշկի դեմը, ու դու ոչ մի բան չես կարա անես, ինչի որտեղ վախում ես աղբեր, մենք էդ տղեն են գարար, ու խոսքով երևի պարզ այլ չասեմ, որ դա մեր վերջին հանդիպումն էր, էլ չշպվեցինք էդ աղջկա հետ, չէ նես չի շանը խանդեցի, ինք երևի ջոգեց վախկոտ գադայեմ, էլ բան չարեց էդ, ես համել դե լավ էր մի կոմս, հետ ընկերություն անենք ամեն օր գարար էդ ռաստվե ետ շան դալանում, Մոսկվայում բնակվող սիրելի հանդիսատես, միայն մեկ օր ռետրո ստենդափ ներկայացումը կլինի ձեզ մոտ։ Սիրով կսպասեմ ձեզ մայիսի 2-ին անցկացնելու ուրախ երեկո։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են շատ արագ։ Ու ինչն է հետաքրքիր, ոչ միայն շուն, այդ էի ասում, հիմիկվա մամաները այս նոր սերունդը, ոչ մի բանից, նույնիսկ հոսանքից լավ, ոնց կարելի է չվախենալ ժողովուրդ։ Ես միշտ զարմանում, լավ շունը ասենք կարա չկծի, բայց հոսանք, այն էլ բաց հոսանք, որ ես քանդված տեպսել կա, չէ՞, լղլղկացող յուրաքանչյուր տանը, վարդան։ Որ ես փորը թափելա դուս պատի մեջ։
չբզես։ 6 ամիս ասում ես, բոլոր տեղերից միացրու, խնդրում եմ այդ մեկից զարյատկի մի, հատուկ գնում ա կինա, չէ։ Հատուկ գնում ա տեից հատել։ Հաշելուց էր քաշում, սաղան գնում ա դուզ այդ մեջի է։ Այս մսայց հատել։ Չէ, հարցի մյուս կողմն ա 6 ամիս ինչի չես սարքում այդ հոսան, սիրելի տղամարդ, բայց գոնե լսի, որ դնում ա զարյատկի, նստում, մտնում հեռախոսի մեջ։ Որ մի բան էլ ասում ես, ֆռմա։ Այ սիրելի կանայք, այ սիրելի աղջիկներ ջան, ինչ եք մեզ տենց արհամարանքով վերաբերում շատ հաճախ, որ ասում ես կյանք, ձեն չկա, հեռախոսի մեջ է, կյանք, մի կյանք գոռում ես կյանք, 8-րդ անգամից ֆռմ ասում, ի՞նչ ա բայ։ Բանի դենց բան, էլի 8 անգամ ձեն չի դու վերջում մի հատ հոյ, այդ էլ փառք ա, 8-րդ անգամից արձագանքում ա, բա որ կռված է կլնում մի օր հետը չի խոսում, պատահում ա սիրելի տղամարդիկ, հա, ում հետ ա եղել, այ մենք վարվածներս այդ թեմային, ախր կինը, մենք բոլորս էլ գիտենք, չէ, որ մի րոպե նույնիսկ չի կարա չխոսա, եթե մի օր չի խոսում, այդ գիտեք ինչ ահավոր բան է, դա պայթյունավտանգ բան է, հավաքում, կուտակում, որ վերջում բիրիկ լսնի գլխիդ վետրոյով, ինչ չկա ասում ու լռում, վերջ, ձայնազուր կա ինքը, խոսում ես, բան չկա, ձայն չկա, լավ ասում ես, լավ դե ընդունում եմ սխալը, տուզիկանում ես, սխալը ընդունում, մերնեմ թե սխալ ես, Ոչ էլ ընդունում ես, ասեմ ավելին, պրոստը բզում ես, որ շուտ խոսա չկուտակվի, որտեղ գիտես այդ կուտակված կծիկը քո գլխին ա վերջում բացվել, 15 ժամ բզում ես, ֆռում ասում ա, ինչ ես ուզում, մի ժամ ասում եմ, ինչ եմ ուզում, պարզ չի, ասենք ես օնլայն կյանքի ժամանակաշրջանում, ես չեմ հասկանում, դժվար է ստեղծել մի հատ ծառայություն հեռախոսային գոնե, որ զանգես այդ կռված ժամանակ հարթես, որ այդքան չընկնես կնոջ հետևից, ասենք ամեն ինչի ծառայություն կա, չէ, լինի նաև, չգիտեմ, այդ հարաբերությունների հարթման բան, ծառայություն, ասենք զանգես, ասի, բարի գալուստ, կին տղամարդ հարաբերությունների բարելավման գրասենյակ, խանդի և ուշադրության պակասի համար, սեղ մեկ, Եթե ամբողջ գիշեր խմել եք և տուն չեք գնացել, սեղ 1-2, եթե տաքացել եք պահի տակ մորն եք կպել, սեղ 1-3, եթե դավաճանել եք, ոչ էլ սեղ 1, են այդքան սեղ 1 եք էլի, Բայց կապ չունի չի փրկի, որովհետև կանայք ահավոր նեղած կոտ են, ընդունում եք կանայք, որ շատ ստից բաներից եք նեղանում, էլի, այ ձեր ցավը տանեմ, հա, ախր մենք էլ ենք մեղ, չի կարելի ամեն ինչից տենց վիրավորվել, տենց պատմություններ սարքել, ասենք նստած է տղամարդը, նայում է իր համար տելևիզոր, Televizor նայում կոնկրետ որտեղ հերոստացույց սենց է նստած, տելևիզորը նասկիները հանած, կոնկրետ բան, ռասլապ, գիշերվա 3-ն է, մեկ էլ գալիս է, կյանքս մի հատ է զիբիլները թափի էլ, արա գիշերվա 3-ն է, ասում ես ցավը տանեմ, 4-5 ժամից գործի եմ գնալու էլի, արա դենա կտանեմ, եղավ լավ ոնց կուզես, դու գիտես, Այդ ձեր ցավը տանեմ, ինչ կար դրա մեջ, որտեղ Թրցելոտում եք, ոնց կուզես, լավ ասում, ոնց կուզեմ, առավոտ, բայց չի հանգստանում, գնում է խոհանոց ամանները, շարունակում եմ, թող ամբողջ շան հոտը ընգնի ես որ չնեմ տունը խոզան, հասկացան, ուղղակի ես որ վերջում էլ չի հանգստանում, վերցնում է որ տանի թափի ինքը, Գիշերվա 4-ին չես ուզում, գնա դուս գա փողոց, կինա, չէ պետք չի, գնա թափողը ներքը թափե, ես կնամ, դու լավ ես միսուսի, տանում ես, թափում ես աղբը, գալիս ես տուն, մոտավորապես մի 3-4 րոպե անցնում է, չէ, գալիս ես տնվես, հələ խոսում է այդ թեմայով, պրոբլեմը լուծվել է, բայց ասպես հանգ, պատահում է, չէ, եղբայր, Ինչ
անես էլի, որ սրտով լին, թե, իրանց թե մեզ, երկուսիսս, նույն ժամանակ։ HD Stand-up-ի հովանավորն է Vesta ընկերությունը։ Դարձրեք ձեր տունը հարմարավետ և ոճային Vesta-ի կահույքով և էլեկտրատեխնիկայով։ Բարձր որակ, մատչելի գներ, արագ առաքում։ Այցելեք Vesta և դարձրեք ձեր բնակարանը առավել հարմարավետ։ Հարմարավետությունը սկսվում է Vesta-ից։ Չգիտեմ, շատ նեղած, ամեն ինչից նեղանում են կանայք։ Օրինակ կարող է մի հատ նոր կուլոն առած լինի, նստած ես քո համար, շուրբանով զբաղվում ես, ասենք հեռախոսիդ մեջ ես, մեկ էլ գալիս է։ Ասպես ինչ։ Ինչ է եղել։ Ինչ է։ Ինչ է մեծացրել ես չէ։ Չես հասկանում, եղած ինչ ասադ է։ Նոր կուլոն եմ առել, չես տեսնում։ Դուսկի կուլոնը չէիր տեսել առհասարակ, անձեն աչքով չի երևում, այսքան կուլոն, հերիք չի իմանաս, որ նոր կուլոն է։ Նեղանալու պատճառ, խնդրեմ, նեղանալու պատճառը թե չես ելիք անպայման, են էլ ինչ պատճառ, բայց եկեք մի քիչ էլ ձեր կողմից լինեմ, ձեզ արդարացնեմ և ասեմ տղամարդկանց, որ այո ունեն նեղանալու տեղ կանայք ուշադրության պակասից, որովհետև մենք ի սկզբանե գիտենք, որ կնոջը միայն ու միայն առաջնահերթ, միայն ու միայն չէ, առաջնահերթ ուշադրություն է պետք և արդար է իրենց պահանջը և նեղանալը, քան որ իրենք մեր հանդեպ ուշադիր են, ամեն մի փոքր բան նկատում են, ասեք որ տենց է, ամեն փոքր բան, աննշան, օրինակ կարող է գնաս Վարշավայի մոտ մազերդ կտրես, գաս ասենք մի միլիմետր խորը վերցրած լինի, մտնում ես տուն, ինչ աղել, ես ինչ աղել, ինչ աղել, ես ինչ ամազերդ լսի է, ես ինչ շատ ավերդ, դու չես տեսնում ինչ աղում, չեմ ասում, տվել այլանդակ է, ասպես լավ, ասպացան, լավ, վայլ եսի շատ խորնա կտրի, շատ ասպես լավ, արա մազա 2-3 հորից կաճի կնգնի տեղը, ինչ է, լսի դու չես տեսնում ստեղդ ոնց հա կտրում ասում, ասպա չես տեսնում, դու ստեղդ ոնց է կտրում, հարցնում է, լուրջ պատասխանի է, չէ, իհարկե չեմ տեսնում, ոնց ես հայլիներ պահեմ վերևից ահավոր, ինքանա բզում, ուզում ես գնաս, ասես են մազերս հոչ եք թապել, հետ տվեք տպցնես գազ պրծնես, ոյնք միչև վերջում են գիտեք ինչ ասում ամենավերջում, լսի ահավոր է, չեմ կարում նայում վրե ոնց որ ուրիշի գլուխ ելնի ասում ուրիշի գլուխ արա, նենց բաները ասում մանտրաժ ես ընգն, նեղում ես, որ քո գլուխն է ուրիշի գլող արա են, որ այսենց բաներ կա էլ, ահավոր կողմեր ունեք մեկ էլ հանճարեղ մի հատ գից ունեք բնավորության, ամեն ինչը հերվից գալը համաձայն եք, այդպիսի կողմերի ունեք, աղջիկներ, կանայք, հերվից, արանաս տեղերից է գալի, պրում, պավարոտանում, կպնում, թեմա, ինչ ուզում ջոգում որտեղից, եկավ որտեղից, հելա, ինչ էր ուզում ասեր ախպեր։ Ասենք կարող կյանք, մեր կուրսի Անուշիկին հիշում ես, ասպես, ոչ չեմ հիշում, ես դրա ոտը չկդրեցի մեր տնից, ասա, ինչ կա, ես իմ զանգել էր, ասում էր քաղաք միտեղ տեսնենք, կոֆե խմենք, բան, չեմ էլ ուզում գնամ սկիզը, սուտը մերնի արա, ու չուզեիր գնայր իք չեիրել ասի, եթե եկել ես, այդ բանը ինձ պատում ես, ուրեմն դու նրա այդ արդեն օր, տեղ ու ժամ ես պայմանավորվել, հերվից, թեր Անուշիկին հիշում, կամ ասենք կարող գալ, հեռախոսի մեջ մի հատ շորիկի նկար, հələ նայի սիրուն շորիկա, հələ նային, արոտ, հետ կար որ նայեմ, բիբս ես մցրել, աղջիկան, հետ կար նայեմ, նայում ես դա ինչ էլ լինի, պտի ասես հա, սիրունա, հո չես, երկրորդ հարցի, ինչ է գալիս մի անգամից, ինձ կսազեր, դե ոչ ես կարա ասես, ապուշ չես ասես չէ,
ասես է նոր պատմություն ասկսում։ Ոնց, ինչի՞ չեր սազի, չաղեմ, բա ում կսազեր նախկինից։ Թե քրոջդ, արա քրոջս հանգիստ թողել է։ Ասում ես կսազեր։ Ինչ ասում է ժամանակ, ասում ես սենց չես պատկերացնի է, պիտի հակս տեսնես։ Որտեղից է գալի, այս սենց պտտում, ոլորում, ֆռռցնում եք մեզ անդադար սիրելի կանայք, բայց ինչն է հետաքրքիր, որ այսքանը գիտակցելով հանդերձ մեկ ամենք ձեզ էլի շատ սիրում ենք, որովհետև ձեզ չսիրենք, ում սիրենք, բա ձեր ցավը տանը։ Այո, այս ծափերը ձեզ, աղջիկներ, կանայք, մայրեր, քույրեր, տատիկներ, ընկերուհիներ, սիրուհիներ։ Ինչ է ասում։ Ախր առանց ձեզ կյանքը կյանք չի։ Պատկերացնում եք, մտնենք տուն, ցեխոտ ոտերով գնանք առաջ, գոռացող չլինի վրեքները։ Օգնած գանք գործից ներվայնացնող չլինի, հառամը լինի տենց կյանքը, այդ կյանքը։ Նույնն էլ դուք առանց մեզ չեք կարող, ասեք որ փոխադարձ է, դուք էլ մտնեք տուն, իհարկե, տեսնեք ոչ մեկ դիվանին վերընկած չի, բա այդ կյանքը, թքել եմ տենց կյանքը վրա ախրը, կամ ոչ մի տեղ նասկի շպրտած չի, սկսեց էլի, տեսեք, բա այդ կյանքը ասեք, ու ինչն է, կարևոր ու հետաքրքիր, որ Աստված մեզ հենց տենց էլ ստեղծել է, իրար սիրենք, բայց իրար հետ չկարողանանք, այդքան հակառակ բևերներ լինելով հանդերձ միշտ միասնական լինենք, այդ հենց որ անընդհատ կռվում ենք, իրար չգիտեմ հալածում ենք, գոռում ենք իրար վրա, դուռ ենք շղկացնում, թեկուզ, չգիտեմ ինչեր ենք անում, բայց րոպեներ, հաշված րոպեներ, հետո ուզում ենք էլի առիթ ման գանք, որ խոսենք իրար հետ, շփվենք, մենք էլ ենք ուզում ձեզ հետ խոսել, սիրելի կանայք, ուղղակի մեզ խոսք չի հասնում, ձեր ցավը։ Հիմա կասեք, կես ժամը հաչումա շանհացը կտրեց, մեզ ասում շատախոս։ Թող տղամարդկանց միջի շատախոսն էլ ես լինեմ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, սիրելի կանայք եւ աղջիկներ, միամսյակի ավարտի կապակցությամբ, ցանկանում ամենալավն ու բարին, միշտ լինեք գեղեցիկ, միշտ ժպտակ, լինեք անհոգ, լինեք առողջ։ Սիրելի տղամարդիկ, ձեզ էլ խնդրում եմ ու հորդորում եղեք ուշադիր, ձեզ միայն ուշադրությունա չէ պետք սիրելի կանայք, մի փոքր ուշադրություն և դուք նորից կծաղկեք, կփթթեք ու կգեղեցկանաք, իսկ բոլոր են տղաները և տղամարդիկ, ովքեր ամուսնացած չեն, իմ խնդրանքն ու պահանջը, անպայման ամուսնացեք, ոչ մեկիցս լավը չեք Լոս Անջելեսում բնակվող սիրելի հանդիսատես, ապրիլի 11-ի և 18-ի ստենդափ ներկայացումների տոմսերը սպառված են, ձեր խնդրանքով ավելացրել ենք ևս 2 ներկայացում, ապրիլի 22-ին հակամարտություն, իսկ ապրիլի 25-ին 40 ստենդափ ներկայացումները։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը վերջին 2 ներկայացումների համար։ Սիրով կսպասեմ ձեզ։ Սա HD ստենդափի հերթական թողարկումն էր HD Production-ի YouTube-յան ալիքում և Շանթ հեռուստաընկերության եթերում։ Սիրում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք այս եթերաշրջան, կհանդիպենք հաջորդ եթերաշրջանին, մերսի շատ սիրելի հանդիսատես, հետևորդներ և հեռուստադիտողներ։ We'll be right back.